Մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցում է 3 Ղազախստան մեկնած Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի միջազգային ձեռնարկությունների շարժում կազմակերպությունում հանդիպել է պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հայաստանը խնդրել է Վրաստանին տեղափոխել գազատարը, այս մասին հայտնում է Սպուտնիկ Գրուզիան։ Գազատարի 5.5 կիլոմետրանոց հատվածը մի քանի կիլոմետրով կտեղափոխվի եւ կմիացնի Հայաստանի կողմից կառուցված նոր հատվածին։ Հրապարակ թերթը գրում է. Չնայած արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ ընդդիմությունը խաղաղության պայմանագրի մասով երաշխավորացավ է կպել, բայց թերթի տեղեկություններով խաղաղության պայմանագրի նախնական փաստաթղթում եղել է երաշխավորի մասին կետ, սակայն հանվել է Ալիևի պահանջով։ Հանրապետությունում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է։ Դեպքերը գերակշռել են 0-ից 4 տարեկանների խմբում, ինչը 20%-ով ավելացել է նախորդ շաբաթվա համեմատ։ Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվել է աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում։ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը արձանագրում են այս նշանակալի հաջողությունը բարձր մակարդակով։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հերքել է մեղադրանքները, որ Ռուսաստանը Իրանին օգնում է հետախուզական տվյալներով ԱՄՆ եւ Իսրայելի դեմ ռազմական գործողությունների ընթացքում։ Հեզբոլլահը հայտարարել է մեկ օրվա ընթացքում Իսրայելի դեմ իրականացված գրեթե 100 հարձակման մասին։ Հարվածների կեսն իրականացվել է Լիբանանի տարածքում, իսկ ռազմական գործողությունների մյուս կեսն ուղղված է եղել Իսրայելի տարածքի դեմ։ Իրանի Ղոմ քաղաքի բնակելի շրջանի դեմ գրոհի ժամանակ զոհվել է 6 մարդ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 10 օրով հետաձգում է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները։ Այս մասին գրել է Սպիտակ տան ղեկավարը։